Շուրջ 10 օր կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը կուսումնասիրի, կգնահատի մեր երկրում գործող անասնաբուժական ծառայություններն ու հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի կարողությունները։ Եվ վերջում տալիս են հաշվետվություն, որպեսզի ուղենք եւ լաբորատոր ծառայությունների կարողությունները բերենք հասցնենք վերջին նոր միջազգային ստանդարտներին։ Հայաստանը կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ է։ Ուսումնասիրությունն իրականացնում է կազմակերպության արդյունավետ անասնաբուժական ծառայություններ ծրագրի կայուն լաբորատորիաներ նախաձեռնության խումբը։ ԿԱԿ-ի անդամները 53 պետություններ են, հիմնականում Եվրոպայի, Միջին Ասիայի, Հայաստանը, Ռուսաստանը։ Մենք հանդիսանալով ԿԱԿ-ի անդամ հանդիպումների ընթացքում զրուցել էինք ԿԱԿ-ի գրասենյակի հետ, որը Փարիզում է, եւ խնդրել էինք PVS կարողությունների զարգացում անեն, բայց գնահատումը ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում, պատվիրում են երկրները, այնինչ Հայաստանի դեպքում հենց կազմակերպությունն է ֆինանսավորել, թե հատկապես ինչին են ուշադրություն դարձնում մասնագետները, լաբորատորիայի տնօրենն է ներկայացնում։ Մասնագետների որակավորումը, հիմնականում նայում են սարքավորումներով հագեցվածությունը, նայում են ինչ ծավալով է պետության կողմից օգտագործվում այն հնարավորությունները, որոնք արդեն իսկ ստեղծված են, ինչ բացեր կան, ինչ լրացնելու տեղեր կան, միգուցե հետազոտման մեթոդներով, միգուցե սարքավորումներով, միգուցե պատվերների քանակի ավելացումով։ Արման Գևորգյանը նաև ընդգծում է, լաբորատորիան լիովին պատրաստ էր նման գնահատման։ Մեր անասնաբուժական լաբորատորիան մասնավորապես նորակառույց է, կառուցվել է 2016-17 թվականին գործարկվել է, նա միջազգային պահանջներին կենտրոնական մակարդակը լրիվ համապատասխանում է, սակայն իմ կարծիքն է, որ միշտ կա տեղ դեպի առաջընթաց, որը մենք կապահովենք մեր միջազգային գործընկերների օգնությամբ եւ աջակցությամբ։ Պետական վերահսկողության շրջանակում բոլոր ստուգումները իրականացվում են Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում։ Հետևաբար լաբորատորիայի անթերի աշխատանքը կարևոր է հատկապես արտահանվող ապրանքների համար։ Լաբորատոր ծառայությունների զարգացումը դա շատ մեծ անհրաժեշտություն է, թե սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համար, թե ընդհանրապես երկրի համար, որպեսզի կարողանանք կենդանիների հիվանդությունների դեպքում արագ ախտորոշենք եւ կարողանանք միջազգային շուկաներում արտահանել մեր կենդանական ծագման յուրաքանչյուր ապրանք։ Թե ինչ տպավորություն են ստացել միջազգային գործընկերները մեր լաբորատորիայից, հարցրին գնահատող խմբի ղեկավարին։ Դեռ գնահատման ընթացքում ենք, պատրաստելու ենք հաշվետվություն, գնահատման արդյունքները նախապես չենք կարող հայտնել, ամբողջը կզետեղենք հաշվետվության մեջ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը նշում է, այդ հաշվետվություններից հետո կարճ ժամկետում լաբորատորիան կհասցնեն միջազգային ժամանակակից ստանդարտներին։ Էմմա Վարդանյան, Արամ Հարությունյան, լուրեր։